Տեսեք, ինչքան բերք կա, որ ինքը պետքա քաղվի, որ վաճառքի է։ 150 տոննայից ավելի լոլիկ է մնացել Անդրեասյան եղբայրների երկու դաշտում։ Մի ամբողջ տարի են սպասել, որ իրենց 5 հեկտար տարածքից ստացված բերքը փող դարձնեն, բայց ամեն օր միայն վնասներն են հաշվում։ Այսքան ապրանքի մեջ արևի տակ փչանում է, հերիք չի փչանում է, չնչին գներով վաճառվում է։ Թվում էր տոմատի մածուկի ներկրման ժամանակավոր արգելքի պայմաններում բանջարեղեն վերամշակող գործարանները պետք է դռները բացեին տեղական լոլիկի առաջ։ Սակայն պահանջարկ չունի դաշտում աճած այս կարմրաթուշ բերքը։ 1 կիլոգրամի համար հազիվ 40 դրամ են վճարում գործարանները։ Սկզբից 30 դրամ էր, պայմանագրեր չէին կապում։ Հիմա սկսել են պայմանագրեր կապելը 40 դրամով, բայց այդ 40 դրամն էլ ոնց որ ասենց ասած գալիս է ինքնարժեք է դառնում։ Գործարաններին էլ չի մեղադրում Կարլենը։ Ռուսական շուկան կորցրած հայկական գյուղմթերքը լճացել է Հայաստանում։ Մինչդեռ ամեն կիլոգրամի համար կառավարությունն ընդամենը 10 դրամ սուբսիդիա է տալիս վերամշակողին։ Հողագործների պնդմամբ, եթե մի քիչ ավել լիներ պետական աջակցությունը, գործարանն իրենց ողջ բերքը կգներ։ Լինի 50 կամ 55 դրամ, այդ արդեն մարդ իր աշխատանքը մեծ սիրով կանի, որովհետև վստահ է լինելու, որ իր աշխատանքը իրան եկամուտ է տալի, որովհետև էս է մեր ապրուստը։ Չնայած իրացման գինը հազիվ ինքնարժեքն է կազմում, դրանից եկամուտ չեն ստանալու հողագործները, ափսոսում են բերքը թողնել դաշտում։ Կոպիտ ասած շունը իր բնից դուրս չի գալիս, բայց մենք աշխատում ենք։ Հասում բերքը թե չքաղեն, թուփը նորից բերք չի տա, աշնանը լոլիկ չի լինի։ Արդեն դու այդ բերքը պետք է իր վրայից պոկես, որ բույսը շարունակի իր աճը, նորից ծաղիկ տա, նորից բերքի նստի, սենց ասած, իսկ եթե մնում է սենց, բույսը գնում է հետ աճի շրջանի մեջ։ Գյուղմթերքի արտահանման ու իրացման խնդիրները հարվածում են նաև դաշտերում աշխատողներին։ Անդրեասյանները չգիտեն իրենց որ աշխատողին կանչեն, որին ոչ, բոլորն էլ տուն են պահում։ Հիմա է մեծ գումար աշխատելու ժամանակը, ասում է տիկին Անահիտը։ Չի լինի մի օր աշխատենք, մի օր տանը, իսկ երբ որ արտահանվում է, ամեն օր աշխատանք ունենք, մեր կարիքները հոգում ենք։ Առջևում խաղողի մթերման սեզոնն է, ակնալիճում խաղողի այգիներն էլ շատ են։ Պատկերացնում են ակնալիճցիները, որ 1-2 ամսից խաղողն իրացնելու կռիվ են տալու։ Տարեստարի գործարանները խաղողի պայմանագրերի տոնաժի քանակները կրճատում են, մթերումը առաջվա քանակի չի։ Աննա Գյուրնազարյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։